Նա հրաժարվեց Ռուզվելտի նվիրած ինքնաթիռից, նա Բալտիկ ծովից Ստալինին ջուր ուղարկեց, նա Ռայխստագը գրավելու փոխարեն նախընտրեց փրկել գերմանացիներին, նա փրկեց սովի մատնված ողջ քաղաքը շրջափակումից, իսկ նա փրկեց մայրցամաքը Չեռնոբիլի աղետից։ Ովքեր են նրանք։ Բաղրամյան, Բաբաջանյան, Խամփերյանց, Իսահակյան եւ Օհանյան, հայ հերոսներ եւ մարշալներ, չարդախլուցիներ կամ ուղղակի արցախցիներ։ Նրանք երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթողներն էին։ Բարև ձեզ, ես Սուրեն Պետրոսյանն եմ։ Այսօր օրվա խորհրդի համաձայն մենք կխոսենք ինչպես ընդհանուր առմամբ Արցախի, այնպես էլ նրա փոքրիկ գյուղերից մեկի Չարդախլուի հերոսների մասին, որոնք հսկայական եւ բեկումնային ներդրում են ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, կիսվեք նյութով, եթե այն հավանեցիք, եւ սկսենք։ Այս փոքրիկ գյուղը, որ դժվարությամբ կգտնես աշխարհի կամ նույնիսկ տարածաշրջանի քարտեզի վրա, կարևոր դեր է խաղացել երկրորդ համաշխարհային պատերազմի ամենատարբեր ռազմաճակատներում։ Արցախի հարթավայրերի եւ լեռների մեջ թաքնված փոքրիկ Չարդախլու գյուղը առանձնանում է իր հերոսներով։ Գյուղի տարածքում եւ դրա շրջակայքում հայտնաբերված տարբեր դարաշրջանների հուշարձանները վկայում են այն մասին, որ այս տարածքը բնակեցված է եղել դեռևս հնագույն ժամանակներից։ Քանի որ գյուղը գտնվում էր բաց եւ խոցելի տարածքում, հարձակման դեպքում բնակչությունը դժվարանում էր դիմադրություն կազմակերպել, եւ երբեմն հայերը ստիպված էին լինում լքել հայրենի գյուղն ու հաստատվել ավելի ապահով վայրերում։ Չնայած գյուղի խոցելի լինելու փաստին, բնակիչները միշտ զբաղվել են նրա շենացմամբ։ 19-րդ դարի վերջին բոլոր տները հիմնականում երկհարկանի էին։ Գյուղն ուներ ջրագիծ, որը բնակիչներն ինքնուրույն էին անցկացրել, ծախսելով 1500 ցարական ռուբլի։ Թաթարների կողմից, այսօր հայտնի որպես ադրբեջանցիներ, հարձակումները գյուղի առօրյա կյանքի մի մասն էին կազմում։ Հարթավայրը պաշտպանել միշտ ավելի դժվար է, եւ գուցե դա է կոփել չարդախլուցիներին, ովքեր սովոր էին, որ պետք է լինել միշտ պատրաստ։ Հաճախ ենք հանդիպում չարդախլուցիների այսպիսի հիշողությունների։ Կրկին թուրքերի ամբոխը ուղղվեց դեպի Չարդախլու։ Պարբերաբար նահանջելով եւ նորից թարմ ուժերով հարձակվելով, նրանք կանգ չէին առնում։ Տեղի ունեցավ վճռական հարձակում, եւ այս անգամ ամբոխը նահանջեց մեծ կորուստներով։ Այս ընդհանման ժամանակ սպանվեց մեկ հայ, Շահենը Չարդախլուից։ Օրինակ մյուսը։ Հրաձգությունը շարունակվեց մինչև երեկոյան ժամը 5-ը, որից հետո թուրքերը ստիպված էին թալանված ավարի փոխարեն իրենց հետ տանել սպանված ընկերներին, հայերին թողնելով 6 հձի։ Ցավոք, հայերը նույնպես կորուստներ ունեցան։ Քաջերից մեկը զոհվեց, երկուսը վիրավորվեցին։ Պատերազմելու եւ պաշտպանվելու կարողությունը կոփում էր գյուղի բնակիչներին։ Այն, ինչն անհնար էր խլել Չարդախլուի բնակիչներից։ Չարդախլուն մի զարմանալի ֆենոմեն է, որի նույնիսկ հողը կարծես ներծծված լիներ քաջությամբ, ազնվությամբ եւ ուժով։ Զարմանալի չէ, որ հենց այս գյուղը աշխարհին տվեց մեծ թվով հաղթողներ։ Նրանցից էր բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ Ջան Մարգարյանը, ով փրկեց Նիկոլայ II ցարի կնոջ կյանքը։ Նիկոլայ II-ի կինը Ալեքսանդրա Ֆյոդորովնան ծանր հիվանդացավ։ Մոսկվայի բժիշկները ոչ մի հույս չէին տալիս։ Մի տարեց զինվոր կայսրին տեղեկացրեց Մարգարյանի մասին եւ նրան հրավիրեցին պալատ։ 3 ամիս տևած բուժման արդյունքում Մարգարյանին հաջողվեց փրկել նրա կյանքը։ Մեկ այլ պատմություն է հայ մարշալների, գեներալների եւ սպաների ասկաբույլը, ովքեր դրսևորելով աննախադեպ քաջություն հսկայական ներդրում ունեցան երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի մեջ։ Ինչպես բացատրել կայսրության ծայրամասում գտնվող այս փոքրիկ գյուղի այսքան մեծ թվով հերոսներ տալու փաստը։ Հաղթանակի գործում իրենց անուրանալի ներդրումն ունեցան Խորհրդային միության կրկնակի հերոս մարշալ Հովհաննես Բաղրամյանը, Խորհրդային միության հերոս զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազած Բաբաջանյանը, գնդերի եւ դիվիզիաների հրամանատարներ գեներալ-մայոր Գուրգեն Մանասյանը, գեներալ Ալեքսանդր Մարտիրոսյանը, գվարդիայի գնդապետ Սմբատ Դանիելյանը եւ Բաբաջանյանի ավագ եղբայր փոխգնդապետ Գուրգեն Բաբաջանյանը։ Չարդախլուն տվել է եւս 20 գնդապետ եւ փոխգնդապետ, 35 մայոր եւ 28 կապիտան։ Ռազմաճակատ մեկնած 1500 չարդախլուցիներից 350-ը զոհվել են։ Ցավոք, խաղաղությունը եւ ազատությունը պաշտպանած այս մարդիկ իրենց մահից հետո մնացին անպաշտպան բարբարոսության դեմ։ Արցախյան առաջին գոյամարտի ժամանակ գյուղի բոլոր բնակիչները տարհանվել են ադրբեջանցիների կողմից, իսկ հերոսների հիշատակը կարծես փոշիացվել։
Այս յուրահատուկ գյուղի բնակիչների մի մասը հաստատվել է Հայաստանի հյուսիսում, գյուղն անվանելով Զորավար, ի պատիվ իրենց հերոսների։ Սակայն ժողովրդի հիշողության մեջ հավերժ կապրեն հերոսները՝ մարշալներ, գեներալներ, գնդապետներ եւ քաջ կանայք, ովքեր ընդմիշտ մեծ հռչակ բերեցին Շարդախնուին եւ Արցախին, որպես ամենամեծ թվով հերոսներ տված հող։ Մարդիկ հիշում են Հովհաննես Բաղրամյանին, ով ճանաչելի դարձավ դեռևս Սարդարապատի ճակատամարտում։ Հետագայում նրա երիտասարդության այս հերոսական դրվագները վտանգի տակ դրեցին ոչ միայն նրա կարիերան, այլ նաև կյանքը։ Բայց իր հմտությունների եւ տաղանդի շնորհիվ նա կարողացավ հաղթահարել ստալինյան բռնաճնշումների բոլոր դժվարությունները, վերականգնել զինվորական հարգանքը եւ նվաճել հերոսի փառքը։ Նա կարողացավ գրավել Քյոնիգսբերգի ամրոցը, որի անառիկության հարցում գերմանական հրամանատարությունը այդքան վստահ էր։ Իսկ Բալտիկ ծով հասնելով, որպես խորհրդանիշ, Ստալինին ուղարկեց մի շիշ լցված Բալթյան ծովի ջրով։ Նա ընտրում էր ռազմական խնդրի լուծման ամենաբարդ եւ անհավանական ճանապարհը, եւ որպես կանոն միշտ հաջողում էր։ Չնայած զինվորական կոչումներին, փառքին եւ տեսնելով պատերազմի ողջ դաժանությունը, նա մնաց չափազանց բարի եւ ընտանիքին նվիրված մարդ, ով մշտապես ամուր կարճած էր սեփական արմատներին եւ ինքնությանը։ Արցախյան փառքով պսակված բոլոր հերոսների մեջ Համազած Բաբաջանյան իր հայրենակիցների մեջ ամենահամարձակն էր։ Նա հաստատակամորեն պաշտպանում էր իր համոզմունքները եւ արժեվորում յուրաքանչյուր շարքային զինվորի կյանքը։ Նրա մասին կարելի է պատմել բազմաթիվ պատմություններ, որոնք վկայում են նրա ոգու ուժի, քաջության եւ արիության մասին։ Բայց այսօր մենք կպատմենք դրանցից միայն մեկը։ Ամենանշանակալին, որն արտահայտում է նրա ազնիվ ու հարգանքով լի զինվորական կերպարը, որը դրսևորվում էր անգամ հակառակորդի հանդեպ։ 1945 թվականի մայիսին Բաբաջանյանն արդեն Բեռլինում էր եւ պետք է գրավեր Ռայխստագը։ Գնահատելով իրավիճակը Բեռլինի փողոցներում, որտեղ չնայած ակնհայտ պարտությանը գերմանական ցրված ջոկատները դիմադրում էին մինչև վերջ, Բաբաջանյանը որոշում է առաջ շարժվել գետնի տակով, օգտագործելով գերմանական մետրոյի ճյուղավորված ցանցը, որտեղ խուսափելով մարտական գործողություններից թաքնված էր խաղաղ բնակչությունը։ Իմանալով այդ մասին, գերմանական հրամանատարությունը, որն արդեն հոգեվարքի մեջ էր, հրամայեց հեղեղել մետրոն։ Բաբաջանյանը առանց տատանվելու որոշում է ջրով լցված մետրոյից փրկել եւ դուրս բերել մարդկանց այն տանկերի վրա, որոնցով պետք է գրավեին Ռայխստագը։ Բայց նա նախընտրեց մնալ այն մարդը, ով գերադասեց մարդկային կյանքերը, հերոսական կոչումներին եւ մեդալներին։ Չէ՞ որ անկախ ամեն ինչից նա միևնույն է շարունակում է ապրել մեր ժողովրդի հիշողության մեջ։ Այո, իր այս որոշումը, որի հիմքում մարդասիրությունն ու ասպետականությունն էր, զրկեց նրան Ռայխստագը գրաված հերոսի տիտղոսից։ Արցախի հաջորդ հերոսը, որին կանադառնանք, Խորհրդային Միության ավիացիայի մարշալ, Կարմիր բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ եւ շտաբի պետ Արմենակ Խամփերյանցն է։ Արցախցի փառապանծ բոլոր հերոսներից Արմենակ Խամփերյանցն ամենաշատն է տուժել ստալինյան ռեժիմից։ Վաղ երիտասարդության տարիներին նրա ծանոթությունը Ստալինի եւ Բերիայի հետ ճակատագրական դարձավ նրա համար։ Բայց այսօր մենք կանադառնանք նրան, որպես իր գործի գիտակի, մի մարդ, որի գիտելիքներից եւ տաղանդից ապշած էր նույնիսկ Ռուզվելտը։ Պատմությունը տեղի ունեցավ, երբ դաշնակիցների հաղթանակն ակնհայտ էր, իսկ պատերազմը մոտ էր ավարտին։ Յալթայի կոնֆերանսի ժամանակ ամերիկյան տեխնիկան քննարկելիս Խամփերյանցը անգլերենով դաշնակիցներին պատմեց այն ամենը, ինչ նա գիտեր այդ մասին։ Իսկ նա գիտեր ամեն ինչ, որպես իր գործի հմուտ գիտակ, նա ուսումնասիրել էր Bell P-63 King Cobra-ի բնութագրերը, որը Լենդ-լիզի շրջանակներում մատակարարվել էր Խորհրդային Միությանը։ Ռուզվելտն այնքան էր ապշել Խամփերյանցի թե գիտելիքներից եւ թե մասնագիտական հմտություններից, որ կարգադրեց անձամբ նրան նվիրել ինքնաթիռ։ Ինքնաթիռը բնականաբար անմիջապես փոխանցվեց Խորհրդային Միության զինված ուժերին։ Նրա կյանքը եւ մահվան պատմությունը լի էր գաղտնիքներով եւ առեղծվածքներով, որին դեռ անպայման կանադառնանք։ Նրա հերոսությունը մոռացության էր մատնվել խարդավանքների եւ բռնաճնշումների պատճառով, որոնք սակայն որևիցե կերպ չեն կարող խամրեցնել նրա վաստակն ու հերոսի կերպարը։
Հովհաննես Տեր-Իսահակյանի պարադոքսն այն է, որ նա ծագումով լինելով Արցախից, որն իր սահմաններում ծով տեսել էր միայն հարյուրավոր տարիներ առաջ, դարձավ Խորհրդային Միության նավատորմի ծովակալ։ Ուշագրավն այն է, որ նա տառապում էր ծովային հիվանդությամբ, ինչը միայն հայտնի դարձավ նրա խոր ծերության տարիներին։ Նա համառության եւ աշխատասիրության տեր մարդ էր, ով մշտապես ցուցաբերում էր բարձր արդյունավետություն։ Նույնիսկ կորցնելով ոտքը, Տեր-Իսահակյանը շարունակում էր համառորեն աշխատել եւ հասնել իր առջև դրված բոլոր նպատակներին։ Նա ուսումնասիրում էր ռազմածովային նավատորմի պատմությունը, գրում պատմվածքներ, իսկ նրա կազմած օվկիանոսագրական քարտեզներն օգտագործվում են առ այսօր։ Նրա ռազմածովային ուժերի շտաբի պետ նշանակվելու հետ կապված կա հայտնի հետաքրքիր մի պատմություն, որը տեղի էր ունեցել նրա ոտքի ամպուտացիայից հետո։ Երբ Ստալինը զանգահարեց եւ առաջարկեց նրան ստանձնել ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը, Իսահակյանը պատասխանեց. «Դուք գիտեք, որ իմ ոտքն ամպուտացված է։ Դա է միակ թերությունը, որի մասին դուք նպատակահարմար եք գտնում զեկուցել», հետևեց հարցը։ «Այո», հաստատեց ծովակալը։ «Մեզ մոտ նախկինում շտաբի պետ կար առանց գլխի, բայց ոչինչ, գլուխ անեց», եզրափակեց Ստալինը։ Արցախյան համառությունն ու կամային հատկանիշները տղային, որը լեռնային գյուղից էր, հասցրին ինչպես օվկիանոսի անծայրազիր խորքերը, այնպես էլ հայ ժողովրդի հավերժական հուշամատյան։ Ժողովուրդ, որը չունենալով ծով, ունեցավ ծովակալ։ Սա լավագույնս բնութագրում է արցախցիների կամային հատկանիշներն ու անհնարինը հնարավոր դարձնելու նրանց բացառիկ կարողությունը։ Սերգեյ Օհանյանը ամենախորհրդավոր մարշալն է, հայտնի իր եզակի ինժեներական տաղանդով, ով միշտ եղել է մարտական գործողությունների կուլիսներում։ Նա անցել է ողջ երկրորդ համաշխարհային պատերազմը